Ողջույն սիրելիներս, հուսով եմ լավ եք։ Սկսում ենք նոր վլոգ, հենց այն օրվանից, որ օրը որ ավարտել եմ նախորդ վլոգը, երեկոյի արդեն եկել եմ տուն, դրսում նստած սուրճ էինք վայելում ու որոշեցի առանց իհարկե շտատիվ, առանց հարմարությունների ուղղակի ձեռքումս պահած մի հատ ողջունեմ, վլոգը ազդարարեմ, որ այդպես ավելի արագ ընթանա ու արդեն պարտավորված անընդհատ նկարեմ։ Շատ ուշ եմ եկել, նորմալ աշխատանքային ժամից էլ մի ժամ ուշ եմ եկել, որովհետև աչքի կոպերի վիրահատություն ունեինք, մի քիչ տղամարդկանց մոտ մի քիչ ավելի բարդ է լինում, ավելի շատ է երկարատևում, մի խոսքով մի քիչ ուշ եմ տուն եկել ու վաղը շատ շուտ եմ արթնանալու, որովհետև վաղը արդեն ասեցի նախորդ վլոգում, մեկնելու եմ էլի գրած, ժամը 5-ին պետք է արդեն օրդինացիայում լինեմ, որ մինչև 6-ը պետք է շարժվենք։ Խոսքով լավ եղեք, լավ մնացեք, ընթացքում նորից կմիանամ ու տեսնենք, որ այս վլոգը գոնե շատ չուշանա, գնացինք։ Այսօր երեխաներն եկել են տուն, լողացել են, հասցրել են Չել ենք ընդմիջման են ու գնան։ Վերջ սիրելիներս հոգնած ու միայն 2.5 ժամ քնած Կարինեն արդեն տան վերջ Գնացինք, այնքան լավ էր, որ պացիենտներից մեկը պարզվեց մեր այս կողքի փողոցից է ու ինձ տուն ուղեկցեցին, կինը տուն ուղեկցեց, գնամ ձայները գալիս է, ինձ թվում է լողավազանում են երեխեքը, գնանք տեսնենք։ Զոյա! Հալո! Բարի լույս սիրելիներս, գնում եմ աշխատանքի, Այսօր երեխեք հետ եմ դուրս եկել շատ շուտ, քանի որ բանալին իմ մոտ էր մնացել երեկ, այսօր ես պետք է առաջինը բացեի։ Սա սիրելիներս, այսօր արդեն ամսի 13-ն է, օրը ուրբաթ, շուտ եմ դուրս եկել, այսինքն մինչև 12-ն ենք աշխատում ուրբաթ օրը ու հիմա վայելում եմ այս բնությունը, ավտոբուսով իջել եմ մինչև այստեղից ոտքով գնում եմ դեպի առևտրի կենտրոն, մի երկու բան ունեմ գնելու, երևի Անգելն ու Էլենն էլ կմիանան, այդպես եմ կարծում, որտև լսեցի, որ իրենք էլ են այսօր ուզում գնալ, թե ինչի համար, այդ կպարզենք, երևի գաղտնի բան ունեն գնելու մամայի համար, Գնումներս վերջացրի, հիմա գնամ դեպի կանգար։ Բարի առավոտ շատ սիրելիներս։ Ճիշտ է, քո պես սիրուն չեմ, բայց այս սիրուն ծաղիկները ամենասիրուն մամայի։ Բարի լույս սիրելիներս, բարի ողջույն բոլորիդ։
Այսօր հունիսի 14-ն է ու շատ-շատերդ արդեն գիտեք այսօր ինչ օր է, գիշերվանից, երեկվանից արդեն շատ շնորհավորանքներ եմ ստանում։ Այո, 39 տարի առաջ այսօրը ես եմ ծնվել ու շատ ուրախ եմ դրա համար։ Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում ու երեք գրառում էլ էի արել, որ չհաշված իմ դժվարություններին կյանքում ունեցած, անդառնալի կորուստներին, ամենամեծ կորստին, միևնույնն է ես ինձ բախտավոր մարդ եմ համարում ու անչափ երջանիկ եմ, քանի շնչում եմ մինչև վերջին շունչս էլ շնորհակալ եմ, երախտապարտ եմ լինելու ծնողներիս, որ Աստծո օրհնությամբ ու ծնողներիս շնորհիվ ինձ ընձեռնվել է այս միակ ու անկրկնելի կյանքը։ Առավոտյան տեսակ արդեն այս անակնկալը անգելս էր պատրաստել ու ինձ մի ուրիշ անակնկալ էր սպասում, որի մասին իմացել եմ երեկոյան միայն, երբ ամուսինս ասեց, որ կար լավ, մտածում էի չասեմ, բայց այնպիսի բան եմ պլանավորել, որ չեմ կարող չասել, իրերդ դիր, պատրաստվի ծովափի համար, բայց գիշերակացով, այնպես որ գնում ենք Իտալիա, իհարկե այնպես էր, որ շատ պատրաստվելու ժամանակ էլ չունեի, ինչ որ կար, պատրաստվել եմ ու հիմա առավոտ շուտ է, ժամը 5:30, այսինքն հիմա դուրս ենք գալիս, գնում ենք տեքորս ու տեքորս կնոջն էլ վերցնենք ու գնանք, այդպես է որոշել, որ միայն մեծերով գնանք, լավ ժամանակ անցկացնենք, այդպես սիրելիներս, դե ընթացքում նորից կմիանամ, հնարավորության սահմաններում վիդեոներ կանեմ, գնացինք։ Կանգառ ենք արել, մեքենան լիցքավորենք ու գնանք, որ էլ գնանք ռուզանց վերցնենք ու էլ չկանգնենք ճանապարհներին։ Ահա, հասանք, իջնում ենք մի հատ սուրճ խմենք ու դուրս գանք։ Իջել ենք մի պահ ընդմիջում անենք, նոր շարունակենք։ Ահա եւ վերջ, հասել ենք արդեն ծովափին ենք, եկանք հյուրանոց,
դասավորվեցինք, տեղավորվեցինք, եկել ենք։ Լավ, ընթացքում նորից կմիանամ, կաշխատեմ կադրեր նկարել ձեզ համար։ Մի քանի ժամ ջրում հաճելի ժամանակ անցկացնելուց հետո եկել ենք հյուրանոց նորից, ահա այս մեր հյուրանոցն է, բալկոնից պատշգամբից որ նկարում եմ, այս սպիտակ շենքի ետևում արդեն ծովափնյա, հյուրանոցից ընդամենը 180-200 մետր էր հեռու ու այս ամբողջը բոլոր այս կողքերով հյուրանոցներ են, չհաշված այսքան առատությանը հյուրանոցների բազմազանությանը, բայց շատ դժվար է տեղ գտնելը, որովհետև ամբողջը արդեն նախապես զբաղեցրած են լինում, այնպես որ պետք է նախապես տեղ վերցնես, որ հանկարծ դրսում չմնաս, եթե գիշերելու նպատակով ենք դուրս եկել։ Փոխվեցինք, դուրս եկանք, հիմա նստած ճոճվում եմ մինչև իջնեն, մինչև ռուզները իջնի ու գնանք հաց ուտելու։ Այնքան լավ հանգստացանք, լավ լողացինք, հետո եկանք տունը, լավ լողացանք, հանգստացանք, մի քիչ հանգստացանք, հիմա արդեն լավ հով է, բայց այնքան ճիշտ ժամանակ է, այս ժամանակահատվածում գալը, որ շատ շոկ չի, ինքը լավ է եղանակը, բայց որ չես այրվում, արևայրուքը այսպես չի սպանում ու երեկոյան էլ հով է արդեն։ Եկել ենք խանութ ջուր գնելու, ոչ մի ուրիշ բան անհրաժեշտ չի, շատ լավ կերանք, խմեցինք, հիմա միայն գիշերվա համար ջուր ենք վերցնում ու նորից դուրս գանք զբոսնելու։ Սիրելիներս, այնքան խաղաղ, հաճելի երեկո է, այս անծայրածիր լազուրը, այս ջուրը, այս ամեն ինչը ստիպում է քեզ մեկ անգամ ևս զգալ ու համոզվել, թե ինչքան գեղեցիկ է կյանքը, ինչքան սիրուն է կյանքը ու եթե ցանկանանք ամեն բան մեր ձեռքերում է, կարող ենք ամեն օրը տոն դարձնել, ամեն պահը վայելել ու ամեն մի պահի մեջ դրականը տեսնել ու հաճույք ստանալ այդ ամեն ինչից։
Բարի օրհնված առավոտ բոլորիս սիրելիներս, օրհնված Կիրակի բոլորիս, արթնացել ենք առավոտ շուտ, ժամը 6-ն է ու իջել ենք ներքև հյուրանոց սուրճ խմելու, մի հատ այս համեղ սուրճը վայելենք, ուշքի գանք ու անցնենք մեր գործերին, նորից գնում ենք ծովափ, որ մեկ անգամ եւս վայելենք այդ հաճույքը ու տեսնենք ինչ ենք անում, քանի որ այս օր նորից հետ ենք վերադառնալու տուն։ Banana, George Հələ տեսեք առավոտը ջուրը ինչքան է հետ գնացել, այնտեղից այսքանը հետ է գնացել։ Տեսեք այս sense ու ոնց են սրանք բաց մնացել։ Երեք ջուրը այնտեղ էր։ Սիրելիներս հավաքվել ենք, արդեն դուրս ենք գալիս։ Դե իմ սիրելիներս, ընդամենը 2-ից 3 ժամ ու մենք կրկին Ավստրիայում ենք, չնայած որ ճանապարհը փակ էր մի հատվածով ու մենք ստիպված եղանք մի քանի կիլոմետր շրջանցելով Սլովենիայի միջով անցնել, որպեսզի դուրս գանք նորից Ավստրիա, բայց դե միանգամից 3 երկրում շրջագայեցինք, շատ հաճելի ժամանակ անցկացրինք ու հասանք տուն, տանը երեխաներն էլ էին անակնկալ պատրաստել նորից, նվերներ, տորտիկ եւ այլն։ Ժողովուրդն ինձ խաղաղ երեկո է, որ մարդ չի ուզում տուն գնա, այս է փյուրը, լռությունը, խոտերի նոր քաղաց, մաքուր, ու չես ուզում տուն գնաս մս նստես, որ ինձնով լիներ, ոչ գիշեր կմնայի այստեղ լուրջ եմ ասում։ Ծիլուրիցիս մնացած սրտիկներն է դեռ են խոխած։ Ոյ, բայց կարելի է նստել մի քանի րոպե վայելել։ Բարի լույս։ Բարի լույս սիրելիներս, հուսով եմ լավ եք։ Այսօր արդեն չորեքշաբթի է, հունիսի 18-ը, բայց ծննդյան վլոգը դեռ չեմ տեղադրել,
որովհետև այսօր աշխատավայրում այսօր ենք նշելու հունիսի 13-ին մեր բժշկի տարեդարձներ, բժշկուհու տարեդարձներ, դե 14-ին իմը ու առաջարկեց, որ առանձին ինչ-որ բաներ չանենք ու միասին նշենք ու ինչու այսօր, որովհետև այսօր կարճ օր է, վաղը տոնական օր է, մյուս օր աշխատանքի չենք, խոսքով, որ կարողանանք հանգիստ մնալ ու էլի միասին որոշեցինք ոչ միտեղ չգնալ, ուղղակի ինչ-որ բաներ բերել ու այդտեղ նստել, հանգիստ ուտել, ընդմիջել, զրուցել, քննարկելու բաներ էլ կա ու սիրում ենք սեղանի շուրջ քննարկել, բայց դե ուրիշ տեղ ռեստորանում կամ ինչ-որ միտեղ չի լինում շատ նեղ աշխատանքային բաներ քննարկել։ Դրա համար ինչ կարճ ասած որոշեցինք, որ պետքա այնտեղ հենց օրդինացիայում անենք այդ ամեն ինչը ու հիմա գնում եմ Էլենը սպասում է արդեն գնանք որպեսի այսօր էլ անցնի մի փոքր կնկարեմ թեկուզ այդ պատրաստությունները որպեսի ամբողջական վլոգ տեղադրեմ ծննդյան ասեմ որ կարճ ասեմ Իտալիայում շատ լավ անցավ շատ արտակարգ ժամանակ ենք անցկացրել ու ես բազմիցս եմ ասել մեկ անգամ եւս նշում եմ դա շատ կարեւոր է ընտանիքների ինձ շատ են երիտասարդ զույգերը հարցեր տալիս որ նա ձեր այդ ամուր ընտանիքի գաղտնիքը ես բազմիցս եմ պատասխանել այդ հարցերին որ ինչքան կարող եք պետքա մեկս մյուսից շատ ժամանակ տրամադրենք մեկս մյուսից ուշադրություն տրամադրենք ու ճիշտ է ընտանիքի հետ հանգստի գնալ ընտանիքի հետ ժամանակ անցկացնել երեխաների հետ մեկ այլ հաճույք է բայց պետք է երբեմն ժամանակ առ ժամանակ զույգերը մենակ մնան որպեսզի այդ ամբողջ ուշադրությունը թեկուզ մի օր ու կես երկու օր ամբողջ ուշադրությունը լինի մեկու վրա երեխաներով չզբաղվես կամ ուշքու միտքդ երեխադ չլինի որ ամուսինդ ինչու ոչ նաև կինը զգա քո այն 100%-անոց ներկայությունը իր կողքին ու ես նաև նշել եմ որ շատ կողմ եմ երբ որ երբեմն նաև զույգերը առանձին են գնում թեկուզ մի երկու օրով չեմ ասում ուրիշ երկրներ ինչու ոչ նաև բայց հնարավորության սահմաններում միայնակ ճանապարհորդել այդ դա քեզ օգնում է ավելի ինքնահաստատվես ավելի քո դրական կողմերը ավելի քո հնարավորությունները քեզ բացահայտես մի խոսքով դա էլ է շատ կարևոր բայց այս անգամ մենք զույգերով էինք շատ լավ ժամանակ անցկացրինք 4-ով շատ լավ անցավ շատ գոհ եմ շատ լավ էր որոշել ամուսինս շնորհակալություն եւս մեկ անգամ իրեն Հիմա գնանք այսօր էլ մի փոքր տեսնեմ ինչ եմ նկարում, եթե չկարողանամ էլ ոչ մի բան նկարել, կգամ տեսանյութը չեմ տեսնում արդեն տեսանյութը կպատրաստենք ու ձեզ կներկայացնեմ իմ ծննդյան տեսանյութը։ Դե իմ սիրելիներս գնացինք, լավ մնացեք։ Մի հատ էլ Էլենը ձեզ բարևի ու գնանք։ Բարև ձեզ։ Գնացինք։ Սիրելիներս աշխատանքն ավարտեցինք, նստեցինք, համեղ հաց կերանք, զրուցեցինք ու գնացինք ամեն մեկս մեր գործերով, ահա այստեղ նվերներն է, գործընկերներիս կողմից նվիրված, շատ հարմար այնպիսի բաներ, ինչը որ իրոք մեզ պետք է, այս մեծ շշից իրենք բոլորը ունեին, ես չունեի միայն, ինձ համար են գնել են թրենդային շշից, այս էլ շատ համապատասխան հենց իմ այսօրվա լուքի հետ, բայց դե այնպիսի բաներ, որոնք ինձ իրոք պետք է աշխատավայրում դե այստեղ էլ պրոսեկոն եւ գեղեցիկ օրխիդեաները բժշկուհուս կողմից մի խոսքով սիրելիներս այսօրվա համար էլ այսքանը լավ մնացեք լավ եղեք կհանդիպենք առայժմ